Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները դեկտեմբերի 8-ին են տեղազննում արել Սոտքի ոսկու հանքավայրում։ Գաբալայում Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆայևի 12-րդ հանդիպումից 11 օր անց։ Հայաստանի փոխվարչապետի գրասենյակից վստահեցնում են, սահմանազատման արդյունքում նոր տարածքներ չի կորցնի հանքավայրը։ Մեր գրավոր ուղարկած հարցերից սակայն չեն պատասխանում հետևյալ հարցերին. Արդյոք այդ տեղազննումը սահմանազատման նախապատրաստության համար է ու արդյոք Գեղարքունիքն է դառնալու սահմանազատման հաջորդ հասցեն։ Մինչև 2020 թվականը Սոտքի հանքավայրը հանդիսանում էր Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը։ Մինչև 2020 թվականը Սոտքի ոսկու հանքավայրը խոշոր հարկատուների հնգյակում էր։ Տարեկան 21 միլիարդ դրամ հարկ էր վճարում պետական բյուջե։ 44-օրյա պատերազմի հրադադարից 17 օր անց նոյեմբերի 26-ին առանց մեկ կրակոցի ադրբեջանցի զինվորները դրոշ տնկեցին հանքավայրում։ Այդ օրվանից հանքն ամբողջ ծավալով չի աշխատում։ Տարեկան հազիվ 1 միլիարդ դրամ հարկ է տալիս, ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, որ նոր է ներկայացրել հանքարդյունաբերության ոլորտը թվերով իր հետազոտությունը։ Այնտեղ մոտավորապես տարբեր հաշվարկներով մոտ 1600 մարդ աշխատում, հիմնականում այսպես Վարդենիսի բնակիչներն են եւ աշխատավարձերը անշուշտ բարձր են եւ այդ տարածաշրջանում աղքատությունը համեմատաբար ցածր է։ Գեղարքունիքի երբեմնի առաջատար Սոտքի ոսկու հանքի շահագործման շեշտակի կրճատումից հետո Վարդենիսում կտրուկ ավելացել է չաշխատողների թիվը, բայց Վարդենիսի շրջանի աղքատության ցուցանիշի մասին տեղեկություն չկա վիճակագրական կոմիտեում։ Սոտքի հանքավայրի շահագործման ծավալների նվազումից հետո 2023 թվականի տվյալով Գեղարքունիքում աղքատ է եղել բնակչության 35.4%-ը։ 2024-ի վիճակագրությամբ այս աղքատության ցուցանիշը իջել է, վերանայումներ է կատարվել։ Դարձել է մոտավորապես 23%։ Միայն թե 2023 ու 2024 թվականների ցուցանիշները համեմատելի չեն։ Անցած տարի աղքատության հաշվարկի մեթոդաբանությունը փոխվել է եւ աղքատության իրական մակարդակը երկու թվերը համեմատելով հնարավոր չէ պարզել։ Իրական պատկերը այս մոտավորապես 40% այնքան էլ ճիշտ չէ։ Սոտքի հանքավայրի թերի շահագործումը ազդել է նաև երկաթուղային փոխադրումների վրա։ Երկաթգծով Արարատի ոսկու կորզման գործարան է տարվում Սոտքի հանքավայրի հանքաքարը։ Երկաթգծով բեռնափոխադրումների 50%-ը իրականացվում է հենց Սոտքի հանքաքարի այդ բեռնափոխադրումը։ Սոտքի ոսկու հանքում հիմա փակ հանքի շահագործման հարցն է քննարկվում, բայց ըստ տնտեսագետի նախկին հնարավորություններն այլևս վերականգնել հնարավոր չէ։ Հանքի մեծ մասը ոսկու իր պաշարներով հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Թերեզա Կադաևչյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։